Պարոն Աբրահամյան, ըստ էության ընդամենը մի քանի օրից հայտնի կլինի, թե ում է Հայաստանի Հանրապետության ղեկը վստահում հասարակ ընտրողը։ Գիտեմ, որ դուք հիմա բնակվում եք Սփյուռքում, կարելի ասել, որ ամենաակտիվ համայնքներից մեկում եք բնակվում։ Գիտեմ նաև, որ այդտեղ եղող մեր հայ հայրենակիցները ուշադիր հետևում են իրադրությունների զարգացմանը։ Այ ըստ ձեզ, ինչ պետք է անի հայ ընտրողը ամսի 7-ին։ Անկեղծ ասեմ, որ մենք հոգնել ենք էլի անընդհատ ասելուց, որ ճակատագրական պահեր են մեր հայրենիքի, մեր ազգի համար, ինչքան, եթե նայում ես մեր պատմության մեջ, ինչքան ճակատագրական պահեր են, չէ, եղել։ Նայես մի 100 տարիների ընթացքում մի ճակատագրական պահը հաջորդում է մյուսին։ Եվ շատ ցավալի է, ինչու մեր ազգը չի կարող մյուս ազգերի նման ուղղակի սահուն, հանգիստ։ Ես եթե չգիտեմ, ավելորդ չլինի, մի փոքր պատմեմ այստեղի ընտրությունների մասին, յուրաքանչյուր ընտրող ժամանակին ստանում է իր քվեաթերթիկը եւ այնքան հանգիստ, այնքան լավ կազմակերպված ձևով գնում ես, մասնակցում ես ընտրությունների եւ նախընտրական քարոզարշավը հիմնականում ըստ էության գնում է երկրին վերաբերող ամենահույժ կարևոր հարցերի մասին, քաղաքական հարցեր, տնտեսական, հատկապես տնտեսական հարցեր, եւ յուրաքանչյուր կուսակցություն ներկայացնում է իր ծրագիրը, որը շատ ճշգրիտ, պատկերացրեք, մինչև վերջին սենտը հաշվում են, թե այդ ծրագիրը ինչ գումար պետք է նստի ժողովրդի վրա, հարկատուի վրա, եւ մարդիկ ըստ այդմ գնում են ընտրության։ Հիմա մեզ մոտ, ես չեմ հիշում, ես չգիտեմ, մեզ մոտ երբեք ըստ էության որևէ բանավեճ չի եղել։ Միշտ ամեն ինչ ծայրահեղականացվել է, ամեն ինչ գնացել է դեպի այն ամենասուր պայքարին եւ հիմա որևէ մեկը ըստ էության չի խոսում, թե եկող ուժը օրինակ ինչ ծրագիր ունի, ինչպես պետք է փրկի տնտեսությունը, ինչ պետք է անի, այլ ընդհակառակը մեկը ասում է ես կգամ քեզ կսատկացնեմ, ես որ հաղթեմ անպայման ոչնչացնելու եմ քեզ, մյուսն էլ ինչ ասեմ, այսինքն մենք ինքներս հիմա Սփյուռքում ենք ապրում, ոչ ընտրելու իրավունք ունենք, բայց ասում եմ մեր ընտանիքը, ես, կինս, զավակներս բոլորս գտնվում ենք ջղերի, գերլարված ջղերի վիճակում, անհամբերությամբ սպասում ենք ամսի 7-ին, թե ինչ կլինի վերջապես, արդյոք վերջապես կբացվի արշալույսը մեր ազգի վրա, թե մենք կլինենք նորից մթագնած, ինչ ասեմ, մայրամուտերի վիճակում։ Մեծ հույս ունենք, որ ժողովուրդը այս անգամ վերջապես կհասկանա իր քվեի կարևորությունը, մեծ քանակությամբ կգնան ընտրությունների, ես լսել եմ, որ մարդիկ քարոզում են 1.5 միլիոն զոհերի չափ, որ մենք ունեցել ենք, թող 1.5 միլիոն մասնակիցներ լինեն։ Դա Աստված, որ ժողովուրդը ականջալուր լինի եւ գնա մասնակցի այդ ընտրություններին։ Հուսանք, որ այս անգամ գոնե կհաղթի իսկական ազգային տրամաբանությունը, կհաղթի արդարությունը եւ մարդիկ կգնան իսկական ուժերի հետևից եւ ոչ թե նրանց, ովքեր միայն ստերով կերակրեցին այս 8 տարի այս խեղճ ժողովրդին։ Պարոն Աբրահամյան, ըստ էության նաև գիտեմ, որ տեղյակ եք նախընտրական, այսպես ասած, ծրագրերին, խոստումներին, ՔՊ-ի նախընտրական, այսպես ասած, ծրագրում ամփոփված է նաև հայ առաքելական եկեղեցու հարցը, այսպես ասած, ճիշտ է այնտեղ այլ ձևով է, բայց Փաշինյանը մեկ անգամ չասել է, որ ընտրություններից հետո արդեն պարզ կլինի հայ առաքելական եկեղեցու ճակատագիրը։ Այ ընտրողը ինչու պետք է գնա հանուն եկեղեցու, հանուն հայրենիք ունենալու, հանուն, այսպես ասած, Սփյուռքի պահպանման, այս կետերին էլ անդրադառնանք, հա։ Սիրելիս, կա մեկը, որ Փաշինյանի խոսքը լուրջ է ընդունում, կամ ՔՊ-ին կարող է լուրջ ընդունել։ Եթե մարդիկ 8 տարիների ընթացքում միայն եւ միայն ստերով են կերակրել ժողովրդին, հնարավոր է նրանց որևէ ասած ճիշտ ընդունել։
Եվ առհասարակ միթե կարելի է, եթե մենք իսկապես ապրում ենք ժողովրդավարական երկրում, եթե նպատակը ժողովրդավարական կառույցը ստեղծելն է, միթե կարելի է իշխանությունից անկախ որևէ կառույցի հարցը մտցնել նախընտրական քարոզարշավի կամ նախընտրական ծրագրերի մեջ։ Եկեղեցին պետությունից զատ, պետությունից անջատ կառույց է։ Դու ինչ գործ ունես եկեղեցու հետ։ Եկեղեցու գործերը իրենք են կառավարում, հավատացյալներն են կառավարում։ Հələ Փառք Աստծո, որ մեր եկեղեցին աշխարհի ամենաժողովրդավար եկեղեցիներից մեկն է, որ նաև աշխարհականներին է տեղ տալիս, որպեսզի կարծիք հայտնեն եկեղեցու կառույցի մասին։ Բայց ինչ կապ ունի երկրի վարչապետը կաթողիկոսի հետ, կաթողիկոսի նիստուկացի հետ, կյանքի հետ։ Սրանք абսուրդի հասնող հարցեր են եւ ես չգիտեմ, այսինքն այն մարդիկ, որ հիմա կուրորեն պաշտպանում են, օրինակ Եվրոպաներում ասում են այսօր, ես ինքս չտեսա, բայց ասում են այսօր Եվրոնյուզը նորից Հայաստանի մասին կարծես ինչ-որ բան հաղորդում է ներկայացնել, ամբողջությամբ սուտ իրենց այդ կազմակերպած չգիտեմ, այդ հաշվարկների վրա, սոցիալական հարցումների վրա ինչ-որ բաներ են կազմակերպում, ինչ-որ մարդկանց փորձում են նորից խաբել եւ նորից տանել դեպի մոլորություններ։ Միթե կարելի է լուրջ մարդը, լուրջ կառավարությունը կխոսի իշխանության անելիքների մասին, տնտեսության մասին կխոսի քաղաքականության մասին եւ անվտանգության մասին կխոսի։ Եկեղեցին քեզ հետ ինչ գործ ունի, դու ինչ գործ ունես եկեղեցու հետ։ Դու առհասարակ նույնիսկ եթե աշխարհի ամենահավատացյալ մարդն ես, եթե դարձել ես երկրի վարչապետ, իշխանություն ես ներկայացնում, չպետք է խոսես հավատքի մասին, որովհետև եկեղեցին եւ իշխանությունը առանձին են։ Չգիտեմ, абսուրդ, այսինքն շատ կարևոր է եկեղեցին մեր համար, հայ ազգի համար շատ կարևոր դեր է ունեցել, որովհետև 1700 տարի, երբ որ մենք անկախ պետություն չենք ունեցել, եկեղեցին է պաշտպանել մեր անկախությունը, մեր ինքնությունը։ Եվ շատ բնական է, որ հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը այդպես իդեմս Փաշինյանի այդ մի հզոր արշավ են սկսել հայ եկեղեցու նկատմամբ, որովհետև ազգային ինքնությունը պահպանող միակ կառույցներից է եւ ինչ որ ազգային է, ինչ որ հայ է կամ ինչ որ հայկական է, ինչ որ կապ ունի մեր հաղթանակների հետ, այս իշխանությունը բնականաբար ամբողջությամբ խորթ է։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ չեմ հիշում նման մի ժամանակ, որ Հայաստան-Սփյուռք կապը այսքան թուլացած լինի, այսքան ոչ ճիշտ գծի վրա դրված լինի, ու հիմա այնպես է ստացվում, որ կարելի ասել վերջին 8 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք կապ գրեթե չենք էլ տեսնում, նամանավանդ 2023 թվականի հայտնի իրողություններից հետո։ Հիմա ինչ է ստացվում, հա, եթե օրինակ պատկերացնենք մի սցենար, որ ԿՊ-ն հաղթանակ տարավ։ Ինչպիսին կլինի ըստ ձեզ Հայաստան-Սփյուռք հետագա կապը եւ արդյոք կլինի թե ոչ։ Երբեմն ես մտածում եմ, որ երբ դեռ անկախ Հայաստան չկար խորհրդային ժամանակաշրջանում, ես կարծում եմ, որ Սփյուռքը ավելի մեծ դերակատարություն ուներ եւ Սփյուռքի նշանակությունը նույնիսկ խորհրդային միության ժամանակ ավելի մեծ էր, քան հիմա առհասարակ։ Ես հիմա միայն լսում եմ, որ Սփյուռքին հեռացնում են, փորձում են ինչքան հնարավոր է մեկուսացնեն Հայաստանի քաղաքական կյանքից, որքան էլ ժամանակները փոխվել են, որքան էլ մենք ապրում ենք 21-րդ դարում, միևնույն է դա նշանակություն չունի, այս մարդը միահեծան նստել է իշխանության աթոռին եւ փորձում է նորից եմ կրկնում ոչնչացնել ինչ որ ազգային է, իսկ ազգայինը հենց Սփյուռքն է, որ իրականում չապրելով Հայաստանում ազգայինի կռիվ ունի եւ պահպանում է իր ինքնությունը, պահպանում է իր ազգայինը, եւ եթե փորձում է Սփյուռքը նույնպես մեկուսացնել, նշանակում է հենց պայքար է ստանում, ուղղակի պայքար է ստանում ազգային արժեքների դեմ։ Չեմ ուզում պատկերացնել, կլինի իմ ամենամեծ մղձավանջը, որ այս իշխանությունը, այս թրքահաճո, այս թրքամոլ իշխանությունը պետք է նորից կարգվի Հայաստանի որպես ղեկավար իշխանություն։ Կարծում եմ կլինի մեր ամենախորը ճգնաժամի շարունակությունը։ Հավատում եմ, հույսով եմ, որ գիտակցությունը մեր ժողովրդի մոտ բարձրացել է եւ պետք է գնան եւ իսկապես փրկեն ազգը այս ծանր վիճակից փրկեն, որպեսզի սկսվի մեր վերամբարձ շարժումը դեպի վերև, դեպի
դեպի այս խնդիրների լուծում։ Ուզում եմ դրան հավատալ։ Իսկ եթե հանգարց չստացվեց, ինչ ասեմ, ամենավատ մղձավանջը, ես ուրիշ բան չեմ պատկերացնում, Հայաստանի թրքացում, ամբողջությամբ հավատում եմ, որ այս մարդը նրանց գործակալն է, թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալն է եւ պետք է ամենասեղմ ժամանակում, ինչու համար է Ալիևը նրան այդպես աջակցում, որովհետեւ գիտի նա ժամանակ չունի, նա ուզում է Փաշինյանից ստանալ այն ամենը, ինչ որ հնարավոր է, այսինքն ձգտել ամենասեղմ ժամանակում եւ Միչանցկի հարցը լուծել, եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը լուծել, եւ ամբողջ Հայաստանը տանել դեպի թրքացում, այս ամբողջը կիրականանան վստահաբար, եթե նորից իշխանության մնա, ինչ ասեմ, կլինի մեր բոլորի ողջ ազգի հոգսով մարդկանց, տարապող մարդկանց կլինի ամենախորը ճգնաժամը։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Աբրահամյան, որ ժամանակ տրամադրեցիք եւ խոսեցիք մեզ հետ։ Հուսամ ամսի 8-ի արշալույսները բարի կլինեն, այսպես ասած։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ, ես էլ ձեզ հետ միասին կաղոթենք բոլորս եւ բոլորիդ համբերություն, ուժ, կորով եք ցանկանում, որպեսի մեծ հերոսություն կատարեք եւ մեզ դուրս բերեք այս ծանր մղձավանջից։